Շտապում է Հայաստանը, հիմա արդեն Ալիևին դիմելով է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել խաղաղության պայմանագրի տակ։ Ադրբեջանի նախագահին առաջարկում է այս նպատակով խորհրդակցություններ սկսել։ Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը։ Վարչապետի իրար հաջորդող գրառումները այսպես է բացատրում Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Տեքստը ամբողջովին համաձայնեցված է եւ մենք կարծում ենք, որ պետք է հանդիպում տեղի ունենա այդ պայմանագիրը ստորագրելու համար։ Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահը չի կիսում անդիմախոսների մեղադրանքը, թե իշխանությունը խաղաղություն է մուրում, դա թուլացնում է մեր դիմադրողականությունը։ Խաղաղությունը պետք է նաև Ադրբեջանին, խաղաղությունը պետք է մեր հարևան բոլոր երկրներին, Իրանին, Թուրքիային, որտեղ խաղաղությունն է բոլորի նպատակը։ Երկրի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է ամենօրյա ռեժիմով հերքել Ադրբեջանի տեղեկատվությունը, թե Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը։ Փաշինյանը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, քանի որ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Վարչապետի այս հայտարարությունը արժանացել է քննադատության։ Պաշտպանության նախարարությունը հանձնարարական ունի կայունություն պահպանելու։ Այդքան եթե հարձակվեն մենք ինչ ենք անել։ Բնականաբար եթե հարձակվեն պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության տարածքը։ Զինված ուժերը դրանից ոչ մտահոգվել են մեր գործընկերները, ոչ թե զգոնության պակասի խնդիր առաջանալու, այլ ավելի զգոնությունը ավելացնելու խնդիր, որովհետև հակառակ կողմին ընդհանրապես հիշեցրեցին, որ կրակելու այն մասին, որ դուք խոսում եք, գոյություն չունի։ Ադրբեջանը միշտ է ապատեղեկատվություն տարածել, հիմա էլ շարունակում է, ասում է Քոչարյանը։ Ցանկանում են լարվածության ֆոնը տաք պահել Հայաստանի տարածքում եւ դա հաջողվում է։ Ադրբեջանը ունի առավելություն եւ նա իներցիայով անդադ իր խոսույթը դնում է, որ հաղթողի դիրքերից։ Գուցե տարիների ընթացքում Ադրբեջանի ներկայիս ղեկավարը ինքը այնքան է մեջը կուտակել, որ հիմա այս հաղթանակից կարող է ինքը ուզում է ավելի շատ մեզ այսպեսի լարված վիճակը ավելի տևական դարձնի։ Գուցե դա հոգեբանություն է, բայց մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով։ Ամեն դեպքում պաշտպանության հանձնաժողովի նախագահն առաջարկում է ամեն խաղաղ օրը ապրել լիարժեք, թե չէ չգիտես ինչ կլինի։ Այդ խաղաղ օրը վաղը կարող է չունենանք։ Եթե մի բան պետք է անենք, որպեսզի մեր անվտանգության բացիկը ավելի հարստանա, պետք է այսօր անենք, որտեղ վաղը կարող է ուշ լինի։ Իմ ասածը դա է։ Վերջապես, երբ հասանելի կլինի մարդկանց փաստաթղթի տեքստը, ժամկետ չկա։ Ես հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա պայմանագիրը ավելի մանրամասն իմանալու համար, բայց հաշվի առնելով, որ դեռևս օրի եւ տեղի մասով համաձայնություն չունենք, շարունակում ենք աշխատել, երբ որ լինի հրապարակային նաեւ տեքստը կներկայացնենք։ Նախագիծը որքան կմնա Փաշինյանի սեղանին, գրիչն էլ ձեռքին դժվար է ասել։ Վարչապետի Facebook-ի գրառումներին ու պատմական փաստաթուղթը ստորագրելու առաջարկներին Բաքվից արձագանք չկա։ Փոխարենը պաշտոնական տարբեր մակարդակներով հիշեցնում են սահմանադրությունը փոխելու մասին ու գրոհում առայժմ տեղեկատվական դաշտում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։